Մի րոպե սպասեք, իրար բան չասեք տեղից։ Գյումրիի Ավագանու այսօրվա նիստը, ինչպես եւ սպասվում էր, լարված անցավ։ Օրակարգում Սահմանադրական դատարան դիմելու հարցն էր։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ցանկանում է վիճարկել պետբյուջեի կետերից մեկի սահմանադրականությունը, իսկ վերջնանպատակն է դատարանի միջոցով կառավարությունից պահանջել Գյումրիից հավաքագրվող շուրջ 85 միլիարդ դրամ եկամտահարկից ու շահութահարկից համայնքային բյուջե 27.5 միլիարդ դրամի վերադարձը։ Ղուկասյանը պնդեց, որ կառավարությունը 7 տարում մեկ բնակարան չի կառուցել, միայն ասֆալտապատում են արել։ Ինչ զարգացման ծրագիր ունի կառավարությունը Գյումրիի համար, հարցնում է Ղուկասյանը։ Եթե այդքան գումար վերադարձվի տեղական բյուջե, ապա շատ հարցեր համայնքապետարանն իր վրա կվերցնի։ Հիմա եթե կարողանանք մենք այդ գումարները, որոնք հիմա տարվում են քաղաքից, քաղաքի բյուջեն ավելացնել, կտեսնեք, որ մենք ինչ կան, ուրեմն բնակարաններ կկառուցենք եւ պետության հոգսնել կթոթափենք, մենք կվերցնենք մեր վրա ու մենք կարող ենք դա անել։ Քաղաքացիական պայմանագրի անդամները պատրաստված էին եկել։ Վահագն Մկրտչյանը կառավարության վերջին 7 տարվա իրականացրած ծրագրերը ներկայացրեց։ Դոտացիան է ավելացել, սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում ու պետական այլ ծրագրեր եւս հաշվել են այս ամենի արդյունքում կատարված ներդրումը։ Եվ եթե վերջապես այս բոլոր թվերը գումարենք իրար, ապա կստանանք շուրջ 77.1 միլիարդ դրամի ներդրում։ Դա 2018 թվականից սկսած։ Գյումրիի քաղաքապետին էլ հորդորեց, թե ձեր ժամանակը, ձեր էներգիան, ձեր աշխատակիցների ժամանակը, էներգիան, եթե տրամադրեք Գյումրի համայնքի ավականու կողմից լիազորված բյուջեի կատարմանը, դա հավաքագրման, ինչպես նաև ծախսերի մասով է, ինձ թվում է մեր համայնքի բյուջեն էլ ավելի կավելանա։ Ղուկասյանը հակադարձեց, եթե 77 միլիարդ դրամ ներդրվել է, ուր է ստեղծած գետ-մեկ աշխատատեղը կամ կառուցած բնակարանը, իսկ գումարների հավաքագրման հարցում էլ պնդեց, խանգարողներ կան։ Եթե ուրեմն այսօրվա ղեկավարած նախարարությունները մեզ ոտք չպահեն, մենք շատ գործ կանենք։ ՔՊԱ-ական Ավագանու անդամներն իրար հերթ չտալով քննադատում էին քաղաքային իշխանությանը, թե չեն աշխատում։ Էմմա Բաղդասարյանը նկարներ էր բերել իր հետ ու հասնելով ամբիոնին Ղուկասյանին հարցրեց, թե ով է ձեզ ճնշում, որ Գյումրին դարձրել եք աղբանոց, բաց երկնքի տակ։ Հետո նկարները ցույց տվեց Մուշ թաղամասում նոր աղբանոցի վերածված հատվածից։ ՔՊԱ-ական մյուս ուժերին փորձեց նաև կարգի հրավիրել, թե բան ու գործ թողած 26 թվականին ՔՊ-ի ստանալիք ձայների գուշակությամբ են զբաղված։ Իշխանությունը պատկանում է եւ պատկանելու է ժողովրդին եւ կեցցե անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն։ Ուռա անգերներ։ ԿՊԱ-ականներից Քնարիկ Հարությունյանը Վարդան Ղուկասյանին հիշեցրեց, որ համայնքային աշխատողների աշխատավարձերը 30%-ով բարձրացել է կառավարության տրամադրած դոտացիայի հաշվին։ Ձեր աշխատավարձը 30% բարձրացել է բացառապես կառավարության տրամադրած դոտացիայի շնորհիվ։ Ոչ, պարոն Ղուկասյան, դա այդպես է։ Կառավարությունը դոտացիայի չափը ամեն տարի ավելացնում է եւ դուք դոտացիայի հաշվին հնարավորություն ունեք աշխատավարձ բարձրացնելու։ Հարությունյանն ընդգծեց, որ ՍԴ դիմելու նախաձեռնությամբ համայնքապետարանը խոչընդոտում է կառավարություն համայնք աշխատանքին ու խանգարում Գյումրու զարգացմանը։ Ղուկասյանին սատարած մյուս ուժերին էլ թե Այստեղ կան գործընկերներ, որոնք տարբեր առիթներով ասում են, որ մենք դե Վարդան Ղուկասյանին ձայն ենք տվել, բայց պատասխանատվություն չենք կրում, այս նախագծին երբ որ քվեարկեք, վստահաբար պատասխանատվություն կրելու եք, ուզեք թե չուզեք։ Ղուկասյանը սա շանտաժ որակեց։ Շանտաժի լեզվով, ոնց որ ես հասկացա, շանտաժի լեզվով եք խոսում, եթե դուք քվեարկեք, հետագայում մեզանից չնեղենաք, այսինքն մարդիկ այսօր գործեր են հարուցված վրեկը բան, ինչ որ զգաստացնում եք, տեսնում ենք էլի, թե ում վրա է գործեր հարուցված։ Մեր քաղաքը խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը եւս արձագանքեց ԿՊԱ-ականների ելույթներին։ Իսկ ինչ վերաբերում է պատասխանատվությանը, որ այստեղ կարելի ասել սադրակի տեսքով է հնչում, այդ պատասխանատվության ձեռքը քաղաքացիական պայմանագրի միջոցով կրակնենք է, վերցրել է կախում է այստեղ, այնտեղ, ոչ մեկ կարծես չի վերցնում այդ պատասխանատվությունը, ուզում հիշեցնել։ Այստեղ այս դահլիճում լեգիտիմ ավականու կազմով ընտրվել է քաղաքապետ եւ կա գործող քաղաքապետ եւ ունենք գործադիր գործող քաղաքապետարան, համայնքապետարան համապատասխան բաժիններով։ Պատասխանատվությունը
ամբողջության քաղաքապետի եւ գործադիրի վրա։ Իմ հզոր համայնք խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանն առաջարկեց հարցը հետաձգել, լսել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ով հուշել էր Ղուկասյանին այս մասին, հետո նոր դնել քվեարկության։ Որ մենք հստակ պատկերացում ունենանք, մեր համակարգացիներն էլ հստակ պատկերացում ունենան, որ սա բոլորիս կողմից զուտ ամբիցիայի հարց չի Հայաստանի Հանրապետության կառավարությանը դատի տալը, ըստ այդմ մենք էլ մեր այդ ամեն ինչից հետո կայացնենք։ Վիճեցին, փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին, բայց հարցը քվեարկության չհասավ։ Ղուկասյանը այն հանեց օրակարգից, սակայն կառավարությանը դատի տալու մտադրությունից չի հրաժարվում։